GIS համակարգը որ տեղադրել են ու սաղ օրը Տիգրան Ավինյանը նայում ասում է նայեք ոնց ինչ բան, չգիտես ինչ են տեղադրել, ցույց է տալիս, որ Երևանում ամենաաղտոտված օդը ամենաշատ դա լույսեր թաղամասի այն շենքերի օդն է ամենակեղտոտը։ Մի հատ կարող եք գուշակել ինչի համար։ Սիրելի լույսեր թաղամասի բնակիչներ, հատուկ դիմում եմ ձեզ։ Սիրելի մալաթյացիներ, իմ հայրենի թաղամասի ժողովուրդ, այդ օդը, որ ամենակեղտոտը ձեր մոտ է, որ ամենակեղտոտը սենց քշում գալիս է դեպի Մալաթիա, պատճառը այս է, որ ստեղ Մոնթե Մելքոնյան փողոցի վրա մեծ շինարարական աղբանոց են ձևավորել։ Ու սրա համար պատասխանատվություն կրող չկա։ Այն որ մենք խեղդվում ենք, այն որ մեր մայրերը, քույրերը ամեն օր մեր վերնաշապիկները լվացնում են ժողովուրդ, պատճառներից մեկը նաև էս է։ Օդը ամենաշատ կեղտոտը, ամենաշատ թունավորումը այս սրա պատճառով ժողովուրդ։ Այս սրա պատճառով։ Դե հիմի եկեք ու կռուտի տեղեք Տիգրան Ավինյան ձեր այն փայատերերի հետ, որ դուք տեղյակ չեք։ Եթե դուք տեղյակ չեք, որ քաղաքում սենց բաներ է տեղի ունենում, ուրեմն դիմումներդ գրեք, ներողություն խնդրեք երևանցիներից ու ռադներդ քաշեք գնացեք։ Նիկոլ Փաշինյան, գնում եք ընտրության, պատասխան տվեք հենց հիմա։ Սրա համար, որ ոչ մեկ չի պատժվում, կարող եմ ասել, որ կոռուպցիան հենց էս է, հովանավորչությունը որ էս է, այսինքն ասել եք Երևանը որտեղից կարաք, ընդեղից փող քերեք, թալանեք տարեք, այսինքն կարա մեկը բերի 10,000 դրամ փող տա, բերի զիբիլը ստեղ թափի, հա։ Նիկոլ Փաշինյան, սրա համար մեկ պատասխանատուն դու ես, որովհետև անպատժելիության մթնոլորտ է, որովհետև քո համապատասխան կառույցները մենակ ընդդիմադիրների գլխին գործ սարքելով են զբաղված, ուրիշ ոչ մի բանով, ժողովուրդ, գիտեք ինչն է ցավը, որ այս ամբողջը չի ձևավորվել մեկ օրվա, մեկ շաբաթվա մեջ, այսինքն այս աղբանոցը ձևավորվել է տարիների ընթացքում ու քաղաքային իշխանությունը ոչ մի բան չի արել։ Տիգրան Ավինյան, այդ քո արգիշտի մեկ հասցեում նստած, այն տաք սենյակներում նստածներին հավքում գալիս ես, մի հատ լավ բառ ունես, ասում ես լապատկեկը ձեռը հայդե ձուն մաքրելու, լապատկեկը ձեռներդ հայդեսի մաքրելու, այս ինչ է կարե, ըստ օդում կախված լուրերի, սեն սովորական շենքերում, որ պատուհան են բացում, պատուհան բացելու համար $500 կաշառք են տալիս, հիմի արձանագրում են, որ այդ պատուհան բացելու այդ կտորները հես են, երևի վերջում 500-ի մեջ էլ ասում եք, որ 500-ը տամ, աղբեր զիբիլն է կարաս տանես թափես, հա, տենց ֆուլ փաթեթով է ձեր մոտ էտի, Տիգրան Ավինյան, որ ասում ես հայլու մեջ մի հատ նայեք, արի կանգնի, այս հայլու մեջ քեզ նայի, այս հայլու մեջ քեզ նայի, այն դեմի զիբիլի հետ ֆոնին միասին ու քո պատկերը կտեսնես, քաղաքի կառավարման քո պատկերը կտեսնես, սա քաղաքի կառավարման պատկերն է ձեր։ Հիմա ասում ես, այս շինարարական փոշին զգում ես դու, հասկանում ես, այս ինչ պատկեր է, այս ասֆալտը որ քերել եք, արա, բերեք տանեք այն փոսերի մեջ լցեիք, ժողովուրդ, չգիտեմ ինչ ասեմ, եկեք նայեք ստեղ ինչ կա, եթե քաղաքի կառավարումը չեք կարողանում, ասում եք տարիներ է պետք, որպեսզի մենք կարողանանք մեծանալ ու կառավարել ժողովուրդ, ստե սոսկեք կահագին, այս ինչ պատկեր է, այս ինչեր են բերել ստե ժողովուրդ, չէ այս ինչ է, լավ 8 տարի իշխանության եք դուք, 8 տարվա մեջ չմեծացաք, որ կարողանայիք քաղաքը կառավարել, չէ հարց եմ տալիս էլի, այս սոսկեկը սենց պետք է հավաքեմ, բերեմ արգիշտի մեկ հատիկ բաժանեմ ձեզ, որ իմանաք տիրություն անեք քաղաքը, արժանապատիվ հանգիստն է կարող են կազմակերպել ստեղ, դիվանի, բազկաթոռ, պարկելու համար, հանգստանալու համար վայրեր, մեկա չեք աշխատում, ձեր համար ինչ տարբերություն որտեղ եք հանգստանում, եկեք ստեղ վայելեք էլի, թե բա 10 միլիոնա ծառ ենք տնգելու, մի հատ էլ ասեք հորս արև տնգելու եմ, չէ լավ կարելի է սենց, լավ կարելի է մեր ժողովրդին սենց չսիրել, Երևանը հասկացել ենք, որ չեք սիրում, Երևանը ձեր համար դառնա փող քերելու տեղ, բա լավ ժողովուրդը, թե բա քաղաք ենք կառավարում, թե բա
բյուջեն արդյունավետ ծախսել ենք։ Կատալոգականը ծիծիլիոն տոկոս է, էս է ձեր կատալոգականը, այ էս։ Նույն պատկերը Մոնթե Մելքոնյանի մյուս կողմնա ճանապարհի, խնդրեմ մոտիկացնենք, որ պարզ երևա։ Այսինքն այս մարդիկ Մոնթե Մելքոնյան փողոցը հայտարարել են նոր աղբանոց։ Կեցեք դուք, շնորհավորում եմ, նոր աղբավայրը դուք կառուցել եք, այս խայտարակությունը դուք ստեղծել եք։ Փողա գալիս ասում, կաթում է, ասես կաթում է։ Վայ ես ծերենն։ 4 տարի առաջ Հա։ քաղաքապետից եկել էի։ Հա, քաղաքապետանից եկել էին։ Հա, փաստորեն տեղ գիտեն իրան, որ sense բան կա։ Աբա ոնց։ Հա։ Այսքան տեղներ Հա։ Ամերիկայի դեսպանը դից անցնում էր։ Հա։ Էդի տեսել ասել է շի զիբիլները դրա համար եկել մաքրում ենք։ Լուրջ ես ասում։ Հորսարը մտում Ամերիկայի դեսպանին ասում, արի ախպեր, արի։ Ես բան են ասել։ Դեմի քեզ այն օր հարցրել եմ Երևան նախագիծի տնօրենն էր թե ՃՔ-ի պետն էր, չեմ հիշում իրանց տենց որ ասեմ, ասի ժողովուրդ ստեղ ինչ եք պլանավորել, ասեց պետական հողերա դեսպանատներին ուզում ենք բոլորին առաջարկենք, սաղ գան ստե սարքեն։ Դե մի հատ սրոշնի սուտ է պետք ասել է։ Այ լավն է, սրոշնի սուտը։ Ես քո ցավը տանեմ գնացի։ Սրոշնի սուտ լավն է էտի։ Պաշտերից բերելու եմ դրանց։ Մի 3 ամիս սպասի, հետո մի անգամից հավքես տանես զիբիլանոց լսես։ Հա։ Խոսք ենք, իրար հետ ենք լցելու զիբիլանոցը։ Գնացի ցավը տանեմ։